Հալելույա, Արք Հիսուսին, պատմեմ Զատուկի մասին։ Ուրեմն Աստված ժողովուրդ ուներ, կոչվում էր Իսրայել։ Այդ ժողովուրդը ինքը ծնեց, ինքը ստեղծեց Աստված, չկար այդպիսի ժողովուրդ։ Վերցրեց մի ասորի մարդ, անունը Աբրահամ, օրհնեց նրան, ասեց քո սերունդը պիտի օրհնված լինի ու քո սերունդով աշխարհը պիտի օրհնվի։ Հալելույա։ Այդ խոսքը քո սերունդով աշխարհը, չասեց քո սերունդներով, քո սերունդները կտարածվեն ու կօրհնվի, ասեց քո սերունդով, նա մի սերունդի մասին էր խոսում։ Պողոս առաքյալը գրում է, որ դա Քրիստոսն էր այդ մի սերունդը, հալելույա։ Ամենք ուրախ ենք դրա համար։ Գիտեք ինչպես բազմացավ ու զարգացավ այդ ժողովուրդը Աստծո։ Ուրեմն Աստված օրհնեց Աբրահամին, տվեց նրան մի որդի, Իսահակ անունով։ Իսահակը ունեցավ էլի մի որդի, Հակոբ անունով։ Ամեն մեկը մի եղբայր ուներ, նրանց մասին չեմ ասում։ Դες խոստումի սերունդն եմ նկարագրում ուղղակի։ Հակոբը ունեցավ 12 տղաներ, որոնք հիմք դրեցին Իսրայելի 12 ցեղերին։ Նրանք բազմացան, շատացան, դարձան մոտ 70 հոգի ու տեղափոխվեցին Եգիպտոս ապրելու։ Մանրամասները չեմ ասում, շատ հետաքրքիր ձևով եղավ այդ տեղափոխությունը։ Եգիպտոսում իրենք աճեցին 70-ից մինչև 2 միլիոն ու ավելի։ Մասնագետները մտածում են, որ դա մոտ 3 միլիոն կարող է լինել, չգիտեմ։ Թիվը գրված չի Աստվածաշնչում։ Դա բավականին մեծ քանակ էր, երբ դուրս եկան Եգիպտոսից։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ, իրենք Եգիպտոսում շատ լավ զարգացան ու աճեցին ու գրված է Եգիպտոսի իշխանությունները ինչքան փորձում էին ճնշել հրեաներին, ինչքան փորձում էին նրանց ստրկացնել, այնքան նրանք զարգանում ու շատանում էին։ Հալելույա։ Սա գիտեք եկեղեցու խորհրդապատկերն է։ Ինչքան որ եկեղեցուն փորձում են ճնշել ու նեղել, Սատան ինչքան փորձում է հալածել, այնքան եկեղեցին զորանում ու բազմանում է։ Թող իր անունը փառավորվի։ Ինչքան եկեղեցուն դեմ են խոսում ու հակառակում են, այնքան եկեղեցին զարգանում է, հալելույա։ Մեկը պատմում էր, որ Չինաստանում, երբ որ Մաո Ցեդունը, գիտեք, չէ՞, մեծ կոմունիստ էր, եկավ իշխանության գլուխ, մոտ 1 միլիոն քրիստոնյաներ անցան ընդհատակ, որովհետև մեծ հալածանք տեղի ունեցավ։ Երբ որ նա մահացավ, եկեղեցին դուրս եկավ ընդհատակից 1 միլիոնի փոխարեն 60 միլիոն։ Պատկերացնում եք, թե Չինաստանի համար դա մեծ թիվ չի։ Տիրոջ անունը փառավորվի։ Հալելույա, ես շեղվում եմ թեմայից։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ։ Իսրայելը իսկապես զարգացավ, հասավ այդպիսի քանակի, բայց իրենք ստրուկներ էին այնտեղ։ Եգիպտական իշխանությունները թույլ չէին տա, որ իրենց կողքին զորավոր ազգ մեծանա։ Դրա համար բռնեցին, ստրկացրեցին ու որպես ստրուկներ էին օգտագործում։ Աշխատում էին, իրենց աշխատածը ուտում էին եգիպտացիները։ Այդ նեղության մեջ գրված է իրենք աղաղակեցին իրենց հայրերի Աստծուն, Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստծուն։ Կանչեցին, Աստված լսեց։ Հենց այդ ժամանակ գրված է ծնվեց Մովսեսը, Աստված Մովսեսին պատվեր տվեց, այս գնա հանիր իմ ժողովուրդը այնտեղից։ Ու քեզ պիտի թույլ չտամ, փարավոնը պիտի թույլ չտա, որ ժողովուրդը դուրս գա։ Ու ես պիտի պատժեմ Եգիպտոսին, դրա համար որ թույլ չտվեցին, որ իմ ժողովուրդը դուրս գա, ասաց իմ անդրանիկը դուրս գա։ Հալելույա։ Ինչ տեղի ունեցավ։ Մովսեսը իսկապես գնաց, ասեց ու թույլ չտվեց, դրա պատճառով 10 պատիժներ եկան Եգիպտոսի վրա։ Եթե դուք ծանոթ եք պատմությանը, Ամենհոթեփ այդպես կոչված, այդպիսի անունով մի փարավոն է եղել, որի ժամանակ Եգիպտոսը ավերվել է։ Մինչ դա Եգիպտոսը եղել աշխարհի ամենազարգացած պետությունը, բայց ավերվել է իր վրա եկած աղետների պատճառով, ոչ թե թշնամիների։ Իր վրա եկած աղետները եղել են կարկուտը, մորեխը, այդպիսի բաներ, ինչ որ գրված է Աստվածաշնչում։ Ու 10 այդպիսի պատիժներ եկան Եգիպտոսի վրա։ 10-րդ պատիժը, որը պիտի կատարվեր ու որից հետո էլ Եգիպտոսը ընդունակ չէր լինի ստրկացնել ու պահել Աստծո ժողովրդին։ Դա 10-րդը հենց Զատիկն էր։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ։ Գրված է, որ Աստված Մովսեսին պատվիրեց, ասեց գնա, ասա, որ ամեն մի հրեա մի գառ է վերցնում, ամսի 14-ի երեկոյան պիտի մորթի այդ գառը, այդ գառն արյունը պիտի քսին դռան երկու կողմերին ու դռան վերևի մասին, գառը պիտի անի խորոված ու տան մեջ պիտի ուտեն այդ խորոված միսը, շատ մանրամասներով, վաղարջ հացով, լեղի խոտերով եւ այլն, շատ մանրամասների վրա չեմ ուզում կանգ առնել։ Այդպես պետք է տան մեջ մնալ։ Ու մի պատվեր էլ տվեց, ասեց, որ տանից պիտի դուրս չգան ամբողջ գիշեր, տան մեջ պիտի ուտեն։ Ու դա կատարեցին հրեաները։ Դրանից հետո որ կարդում ենք Աստվածաշունչը, տեսնում ենք, որ ոչ միայն հրեաներ էին հավատացել, նույնիսկ եգիպտացիներ հավատացել էին, որ այդպես պիտի լինի, իրենք արել էին այդ բանը ու իրենք պաշտպանված էին եղել։ Ասեմ ինչից։ Ուրեմն Աստված պատվիրեց, ասեց ես պիտի մի գիշեր, հենց այդ մի գիշերը անցնեմ ամբողջ Եգիպտոսի մեջով։ Ասեց նայելու եմ տների վրա, տեսնեմ որ տան դռան վրա կա արյուն։ Որ տան դռան վրա կա արյուն, այդ տունը չեմ մտնելու։ Մտնելու եմ այն մյուս տունը, որի վրա արյուն չկա, ու այդ տան մեջ անդրանիկը պիտի մահանա։ Անդրանիկ երեխան, անասուններից անդրանիկ, որոնք ծնվել են, պիտի մահանա։ Ու գրված է, որ այդ առավոտյան արդեն, երբ որ առավոտը եկավ, ամբողջ Եգիպտոսում սուգ էր, բոլոր անդրանիկները մահացած էին, բացի այն տներից, որ տան վրա որ կար արյունը։ Այս բոլորը խորհրդապատկեր էր իհարկե։
Եգիպտացիները նեղեցին Իսրայելին, ասին դուրս եկեք, ոչ միայն թույլ տվեցին, վռնդեցին իրենց երկրից, ասին դուրս եկեք, հեռացեք, մինչև նույնիսկ ոսկեղեն գանձեր տվեցին, թեև իրենք հրյաներն էին խնդրում արևաններից ու գրվածաշնորհ գտան Աստծո առջև այդ մարդկանց առջև ու իրենք վերցնելով նրանց գանձերը դուրս եկան Եգիպտոսից։ Այսպես տեղի ունեցավ զատիկը։ Ինքը զատիկ բառը նշանակում էր անցում։ Անցում ինչ իմաստով, որ Աստված ասեց կգամ, կտեսնեմ արյունը, կանցնեմ կողքով, տունը չեմ մտնի։ Այս կանցնեմ կողքով, տունը չեմ մտնի, այս անցում բառը զատիկ հրայերեն, այդպես էլ անվանվեց զատիկ։ Ու դրանից հետո սերնդեսերունդ զատիկը կատարվում էր։ Ու Աստված պատվիրեց, ասեց քո սերունդների մեջ սա հավիտենական կանոն լինի։ Հավիտյան այս տոնը տոնեք, այս ամսվա ընծետ օրը։ Ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն դա տեղի ունեցել մինչև Հիսուսի գալը 15-րդ դարում։ Նախքան Քրիստոս 15-րդ դարում, այսինքն մեզանից այսօրվանից անցել է մոտ 3.500 տարի։ Ուրեմն եկավ Հիսուսը, մոտ 2000 տարի մեզանից առաջ, եկավ Հիսուսը ու ինքը ապրեց երկրի վրա մինչև 33 ու մի փոքր էլ այդքան տարիներ, ու արդեն իր կյանքի ամենավերջի շրջանում հավաքեց իր աշակերտներին, ասեց ուզում եմ, որ դուք պատրաստեք զատիկը իրար հետ ուտենք։ Աշակերտները պատրաստեցին զատիկը, այսինքն ինչ արեցին, վերցրեցին մի գառ, մորթեցին գառը, իրանք այդ գառը խորոված արեցին, արդեն արյունը չէին քսում դռների վրա, որովհետև դա միայն մի անգամ Եգիպտոսի համար էր։ Ուղղակի մորթեցին գառը ու լեղի խոտերով իրենց ռեական արդեն ավանդությունով, ինչպես 1500 տարի եկել էր, այդպես իրենք տան մեջ պատրաստեցին զատիկը ուտելու։ Հիսուսը իրենց հետ նստեց, սեղան կերան իրար հետ այդ զատիկը, իրենք կատարում էին հին ուխտի տոնը, տոնակատարությունը։ Հանկարծ Հիսուսը սեղանի վրայից վերցնում է հացը, օրհնում, կտրում տալիս է աշակերտներին, ասում է կերեք, սա իմ մարմինն է, որ պիտի կտրվի ձեր համար։ Հետո վերցնում է գավաթը, ասում է բաժանեք սա ձեր մեջ բոլորդ էլ խմեք, ասում է որովհետև սա նոր ուխտի արյունն է, որ պիտի թափվի, սա իմ արյունն է նոր ուխտի համար, որ պիտի թափվի։ Հիսուսը կատարեց երկու բան, նախ կատարեց 5 կտակարանի զատիկը, հետո կատարեց նոր կտակարանային զատիկը, նոր ձևով կատարեց։ Ու տվեց, ասեց սա նոր կտակարանի, կարծես թե սրանից հետո իմ մարմինը կուտեք, ու իմ արյունը կխմեք, ու սա կլինի նոր կտակարանի զատիկը։ Հալելույա։ Մեծ համար մեծ նշանակությունն է այն ինչ որ կատարվեց 2000 տարի առաջ։ Եթե 1500 տարի անընդհատ կատարվել էր 5 կտակարանային զատիկը, Հիսուսի այդ գործողությունից հետո մինչև հիմա, ու մինչև իր գալուստը պիտի կատարվի նոր կտակարանի զատիկը։ Որովհետև մեր զատիկը Քրիստոս մեռավ, ով է գրում այսպես հիշում եք, Պողոս առաքյալը առաջի Կորինթացիների 5-րդ գլխի 7-րդ խոսքում։ Գրված է Քրիստոս մեր զատիկը մեռավ, ուրեմն տոն կատարենք անխմոր հացով, ոչ թե պղծությունով, այլ սրբությունով, մաքրությունով տոն կատարենք։ Իրականում զատիկը տոնելը դա ուղղակի արարողություն չի։ Դա մի պահ է, որ եթե դու իսկապես ուզում ես զատիկը տոնել, դու խոստանում ես Աստծուն, որ ես մի նոր սրբության մեջ եմ մտնում սրանից հետո։ Մի նոր սրբությունով պիտի ապրեմ սրանից հետո, որովհետև Քրիստոս մեր զատիկը մեռավ, ինքը արյուն թափեց մեր մեղքերի համար։ Ինքը ասեց, սա է իմ արյունը, նոր ուխտի, մի նոր ուխտ հաստատվեց։ Գիտեք, ուխտը դա պայմանագիր է, որ ունի երկու կողմ կատարելու։ Մարդը իր կողմը պիտի կատարի, Աստված իր կողմը, որովհետև դա պայմանագիր է մարդու եւ Աստծո միջեւ։ Այն մարդիկ, ովքեր ընդունում են Հիսուսին, իրենք մտնում են այդ պայմանագրի մեջ, իրենք ապրում են այդ պայմանագրի մեջ։ Ու ժամանակ առ ժամանակ, այս տոնի ժամանակ, հենց երբ որ գալիս է զատիկի տոնը ամեն տարին մի անգամ, իրենք թարմացնում են իրենց ուխտը Հիսուսի հետ։ Ասում են դու ես մեր Տերը, դու ես իմ Տերը, դու ես իմ Աստվածը, դա անհատական բան է, ամեն մեկը կասեք ձեր աղոթքի մեջ։ Սրանից հետո մի նոր սրբությունով, մի նոր մաքրությունով պիտի ապրեմ, որովհետև դու իմ մեղքերի համար արյուն թափեցիր։ Թարմացնում են ուխտը, մի նոր նվիրում են ապրում։ Եթե մինչև հիմա մենք ապրել ենք, գիտեք մարդը հիշողություն ունի, ու հիշողության մեջ շատ հաճախ շատ բաներ պակասում ու կորում են։ Լավ է որ քրիստոնյայի մոտ ոչինչ չկորի, բայց իհարկե դա հնարավոր չի, ու ինչ որ բաներ մեկը պակասում են։ Կարևորը ինչն է, որ ժամանակ առ ժամանակ, երբ որ գալիս է զատիկը գոնե այդ ժամանակ, դուք կարողանաք հիշել, որ Աստծո այդ ուխտի մեջ եք մտել։ Այդ ուխտը թարմացնելու մի նոր առիթ է սա, որ ուխտը վերականգնելու, միած ձեր հիշողության մեջ, էության մեջ դա վերականգնելու ու ուժեղացնելու մի նոր առիթ է։ Ու նորից աղոթում եք, ասում եք Տեր, օրհնի, որովհետև ես մի նոր նվիրումով այսօր նվիրում եմ քեզ։ Մի նոր ձևով ուզում եմ թողնեմ մեղքը, մի նոր նվիրումով ապրեմ, հալելույա։ Եթե թույլ տաք, ես խոսեմ միայն մի բանի մասին այսօր։ Այսքանը միայն զատիկի մասին էր։ Զատիկի օր ասացի, որ արյուն էր քսվում դռան երկու կողմերում ու դռան վերևում։ Այսօր ուզում եմ արյան մասին խոսել, որովհետև դրա կարիքը տեսնում եմ, որ շատ կա, որ Հիսուսի արյան արժեքը շատ մեծանա մեր մեջ։ Ուրեմն Եբրայեցիների այդ գառը խորհրդապատկերում էր Հիսուսին։ Երբ որ Հովհաննեսը տեսավ Հիսուսին, ասեց. «Ահա, Աստծո գառը, որ կվերցնի աշխարհի մեղքը»։
Այն արյունը, որ թափեց Հիսուսը խաչի վրա, դա խորհրդապատկերում էր Զատիկի Գարյան արյունը։ Այն հացը, այն միսը, որ ուտում էին, գարան միսը, դա Հիսուսի մարմինն էր, ու ըստ Աստվածաշնչի դա իր խոսքն էր, որը մարմին դարձավ ու մնակվեց մեր մեջ, այդպես գրված է։ Արյունը որոշակի գործ է անում քրիստոնեական աշխարհում ու քրիստոնյաների կյանքում։ Եթե այն ժամանակ, Զատիկի ժամանակ արյունը մի նշան էր, այդ տունը պիտի չմտներ Աստված։ Ամբողջ Եգիպտոսը Աստված կարծես թե տարբերում էր մի բանով միայն։ Մի տան վրա կար արյուն, մյուս տան վրա չկար արյուն։ Այսօր երբ որ Աստված երկնքից նայում ամբողջ աշխարհի մարդկությանը, ինքը տեսնում է նույն երկու բանը. մարդիկ, ովքեր գտնվում են արյան տակ, ու մարդիկ, ովքեր չեն գտնվում արյան տակ։ Ու երբ որ Հիսուսը գա, մենք սպասում ենք այդ գալուստին, ինքը պիտի վերցնի բոլոր նրանց, ովքեր գտնվում են իր արյան տակ ու հեռանա այս աշխարհից, թողնելով աշխարհը արդեն առանց իր արյան ու առանց իր ողորմության։ Դա սարսափելի ժամանակներ կլինի։ Ինչ է անում արյունը այսօր քո կյանքում։ Մի կարևոր խոսք, որ գրված է Եբրայեցիների 12-րդ գլխում, 24-րդ խոսքը պիտի կարդամ։ Դրանից վերև գրված է, որ մենք մոտեցել ենք այս բաներին եւ ասում է Հիսուսին, որ նոր ուխտի միջնորդն է, եւ սրսկվելու արյունին, որը ավելի արյունից ավելի լավ է խոսում։ Դու գիտես, որ քո կյանքում Հիսուսի արյունը խոսում է այսօր։ Դա թափվել է այդ արյունը 2000 տարի առաջ։ 2000 տարի առաջ այդ արյունը թափվեց վկայելով, որ մահ տեղի ունեցավ։ Ինքը շարունակում է խոսել։ Ինքը որպես նյութական ելգոյություն չունի այդ արյունը, բայց իր ասած խոսքը հավիտենական է, ինքը շարունակում է խոսել։ Հալելույա։ Ես պիտի ասեմ ինչի մասին, գրված ավելի արյունից ավելի լավ է խոսում։ Դա գրված է Ծննդոց 4-րդ գլխում։ Դուք կարդացել եք Աբելի արյունը ինչ էր խոսում։ Գիտեք ով էր Աբելը։ Ադամի առաջին երկու տղաները Կայենը, առաջինը Կայենն էր, երկրորդը Աբելն էր։ Իրենց մեջ առաջացավ վեճ, նախանձ, եւ Կայենը սպանեց Աբելին։ Աստված հարցրեց Կայենին, ասեց՝ «Ուր է քո եղբայրը»։ Անմիջապես պաշտպանվեց Կայենը, ասեց՝ «Հո եղբորս պահակը չեմ»։ Ասեց՝ «Ինչ արեցիր»։ Եղբորը արյունը գետնից բողոքում էր, որ արդար արյուն էր թափվել, որ անարդար մահ էր տեղի ունեցել։ Բողոք էր դա ուղղված Աստծուն, իր եղբոր կատարածի դիմաց։ Հիմա ինչ է անում Հիսուսի արյունը, գրված է նրանից ավելի լավ է խոսում։ Գրված է, որ Հիսուսը հիմա բարեխոս է հոր աջ կողմում նստած։ Հիմա երբ որ դու մեղք ես գործում, երբ որ դու ընդունում ես Հիսուսին, այդ արյունը խոսում է, ասում է իր մեղքի համար արդեն մահը տրված է, արդեն վարձքը տրված է։ Հիմա բարեխոսություն է կատարում, հիմա չի բողոքում այդ արյունը։ Բայց այսօր Հիսուսի արյունը քո կյանքում խոսում է, գիտեք։ Սա շատ կարևոր է, որ դու իմանաս, որովհետև գրված է ինքը վկայում է, ու երեքն են, որ երկրի վրա վկայում են, կարդացել եք դա։ Հոգին, ջուրը եւ արյունը, Հովհաննեսն է գրում սա։ Երեքն են, որ վկայում են երկրի վրա, հոգին, ջուրը եւ արյունը։ Եվ արյունը վկայում է, որ քո մեղքերը ներված են։ Գիտեք, մենք մարդ ենք, մենք միշտ թույլ ենք, մենք միշտ տկար ենք։ Ինչքան էլ որ աճենք հավատքի մեջ, մենք միշտ մնալու ենք կախված Հիսուսի արյան բարեխոսությունից։ Մենք միշտ կարիք ենք ունենալու, որ Հիսուսի արյունը բարեխոսի մեր համար, խոսի մեր համար։ Մինչև այն օրը, որ Հիսուսը կգա, մինչև այն օրը, որ Հիսուսը մեզ կվերցնի, դուք հավատում եք դրան։ Հալելույա։ Սա երջանիկ հույս նաև մեր ուրախությունը այս աշխարհի այսօրվա դժվարությունների ու նեղությունների մեջ։ Նայում ենք ապագայի հույսին, հալելույա։ Բայց այսօր Հիսուսի արյունը խոսում է դա, ասում է, որ մեր մեղքերի համար վարձը տրված է արդեն։ Մեղքի համար պահանջվում էր, բարձք էր պահանջվում, գիտեք ինչ, մահ։ Ու արյունը խոսում էր, որ մահը տրված է արդեն։ Ձեզ մի բան ասեմ, արյունը խոսում է Աստծո հետ, արյունը չի խոսում մարդկանց հետ։ Մենք չենք խոսում արյան հետ։ Մենք իրավունք չունենք այդ արյունը վերցնենք, միտեղ օգտագործենք, որովհետև այդ արյունը մենք շոշափել չենք կարող, ու դա մեր համար չի։ Հրեաները գցում էին դռան վրա ու մտնում էին տուն։ Երբ որ մտնում էին տուն, իրենք էլ չէին տեսնում արյունը։ Իրենք էլ չէին տեսնում, դրանից հետո ամեն ինչ կատարվում էր Աստծո աչքերի առջև։ Աստված էր տեսնում արյունը։ Նրանք իրար հետ տան մեջ խոսում էին, ինչպես էին ապրում, դա բոլորովին կարևոր չէր։ Իրենք ապահովության մեջ էին, որովհետև դրսից կար արյուն։ Սա էր կարևորը։ Մի ուրիշ բան, որ շատ խոսում էր, ինչ էր խոսում այդ ժամանակ արյունը, երբ որ գցված էր դռան վրա, գիտեք։ Ինքը Աստծուն ասում էր, արյունը Աստծուն ասում էր, այս տունը չմտնես, այս տան մեջ արդեն մահը կատարված է։ Անիմաստ է մտնել մի տուն, որտեղ Անդրանիկը մահացած է։ Երբ որ դրանից հետո Աստված պատվիրեց, ասեց Իսրայելում, բոլոր ծնված անդրանիկները իմը պիտի լինեն։ Բոլոր ծնված անդրանիկներին ինձ նվիրեց։ Հիմա հո մարդուն չէին տանելու զոհաբերեն Աստծուն։ Երբ որ տղա էր ծնվում ու անդրանիկը տղա էր լինում, գիտեք ինչ էին անում, տանում էին տաճար, նրա փոխարեն մի կենդանի էին զոհաբերում։ Դա կլիներ գառ, այծերից կամ ոչխարներից, դա կլիներ, չգիտեմ, թռչուն, այդպիսի տարբեր զոհաբերություններ կային։ Բայց դրա թափած արյունով վկայվում էր, որ այս անդրանիկը նվիրվեց Աստծուն։
Այսօր դու գտնվում ես Անդրանիկի մեջ։ Գիտես Հիսուսը անվանված է Անդրանիկ։ Դու գիտես, որ Անդրանիկի մեջ լինելով արդեն քո համար վարձքը տրված է, որ դու արդեն պատկանում ես Հիսուսին։ Ոչ թե դու ես Անդրանիկ ծնվել, կարևոր չի դու որ երրորդ երեխան ես։ Կարևորը որ դու արդեն գտնվում ես Աստծո Անդրանիկի մեջ։ Ու Աստված քեզ նայում է որպես իր Անդրանիկի։ Այսպես հավատում ես։ Հալելույա, իր անունը փառավորվի։ Մի կարևոր բան էլ որ խոսում էր Արյունը, դա գրված է Եբրայեցիների 9-րդ գլխում։ Տեսեք ինչ է գրված։ Ես 9:14-ից պիտի կարդամ։ Որչափ ավելի Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգու ձեռքով իր անձանարատ պատարակ մատուցեց Աստծուն, պիտի սրբի ձեր խղճմտանքը մեռած գործերից կենդանի Աստվածը պաշտելու։ Եվ սրա համար ինքը նոր ուխտի միջնորդն է, որպեսզի իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղած լինելով, հրավիրվածները հավիտենական ժառանգության խոստումը առնեն։ Քանզի որտեղ որ կտակ է լինում, կարիք կա որ կտակ անողի մահը մեջ մտնի, որովհետև կտակը մեռնելուց հետո է հաստատ լինում կամ վավերացվում, ու բնավ վավերականություն չի ունենում, քանի որ կտակը անողը ողջ է լինում։ Չգիտեմ, պատկերացրեցիք, ես իմ բառերով պատմեմ հիմա ինչ էր գրված այստեղ։ Գրված է, որ երբ որ մեկը կտակ է գրում, դուք գիտեք չէ մենք կտակ ունենք գրված Աստծո կողմից մեզ։ Դուք որ Աստվածաշունչը բացում եք, կարդում եք 5 կտակարան, նոր կտակարան։ Կտակը ինչ է, որ ինչ որ մեկը իր ունեցվածքը փոխանցում է ուրիշ մեկի։ Ու այդ կտակը անողը ինքը կնքում է կտակը։ Ու պետության մեջ էլ կա օրենք, որ կտակ անողի մահից հետո միայն կտակը իրավունք ունեն գործի դնելու։ Քանի դեռ կտակ անողը մահացել, քանի կտակ անողը չի մահացել, կտակը ուժի մեջ չի մտնում։ Հենց կտակ անողը մահանում է, մեկ էլ բարեկամները ասում են, հա, տեսնենք մեզ ինչ է կտակել, շատ հարուստ մարդ էր։ Մեր հայրը մեզ մեծ կտակ ունի ներով տված։ Դուք կարող եք բացել նոր կտակարանը ու տեսնել ինչքան շատ խոստումներ կան դրա մեջ, ինչքան առատ խոստումներ կան։ Եվ գիտեք, որ մենք այսօր արդեն իրավունք ունենք այդ խոստումներից օգտվելու։ Եվ ինչու? Որովհետև կտակ անողը մահացավ խաչի վրա 2000 տարի առաջ։ Ինքը կտակ անողը մահացավ։ Հալելույա, թող իր անունը փառավորվի։ Գիտեք, մահվան վրա մարդիկ ուրախ չեն լինում։ Ես ուրախ եմ, որ Հիսուսը իր կյանքը տվեց, որպեսզի մենք կյանք ունենանք։ Սա է ինձ ուրախություն պատճառում, ոչ թե որ ինքը մահացավ։ Ու մենք այսօր տոնում ենք ոչ թե Հիսուսի մահը չեն տոնում, այլ մենք տոնում ենք նրա հարությունը, նա մեռած չմնաց հարություն առավ։ Սա շատ կարևոր է, որովհետև քրիստոնյաներ կոչվում են նրանք, ովքեր հավատում են Հիսուսի հարությանը։ Եթե Հիսուսը հարություն չի առել, դեռ քրիստոնեությունը փուչ ու դատարկ է դառնում։ Նա հարություն է առել, հալելույա։ Մահից առաջ գրած կտակը ուժի մեջ մտավ իր մահվան միջոցով։ Արյունը այսօր քո վրա լինելով խոսում է, որ դու իրավունք ունես ժառանգությունդ վերցնելու, ժառանգությունդ մեջ եղած օրհնություններից օգտվելու իրավունք ունես, որովհետև կտակը արդեն ուժի մեջ է մտած։ Երկնքում չի լինելու։ Լցված է Աստվածաշունչը, նոր կտակարան լցված է օրհնյալ խոստումներով։ Ինքը անմիջապես խոստացավ, ասեց կուղարկեմ Սուրբ Հոգին, իր մահից անմիջապես առաջ։ 50 օր հետո ուղարկեց Սուրբ Հոգին։ Գիտեք ինչու? Որովհետև ինքը խոստացավ, մահացավ, կտակը մտավ ուժի մեջ, իրավունք ուներ Սուրբ Հոգին ուղարկելու։ Հալելույա։ Ու Սուրբ Հոգու մեջ փակված էին բոլոր խոստումները Աստծո։ Իր անունը փառավորվի։ Ուզում եմ մի բան ասել, որ վկայում է Արյունը։ Դա ամենակարևոր բանն է, որովհետև եթե սա չլիներ, ուրիշ ոչինչ չէր լինի։ Դա գրված է Առաջի Հովհաննու 1-րդ խոսքը պիտի կարդամ։ Եթե լույսի մեջ քայլենք, ինչպես նա լույսի մեջ է, իրար հետ հաղորդություն կունենանք, ու նրա որդու Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքից կսրբի։ Իր հետ հաղորդություն կունենանք, իրար հետ հաղորդություն կունենանք, ու նրա որդու Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքից կսրբի։ Երբ որ կատարվում էր մահ, երբ որ մեղք էր կատարվում, 5 կտակարանի կանոնի համապատասխան, այդ մեղք գործողը մարդը վերցնում էր մի կենդանի գառ կամ մի ուրիշ կենդանի, տանում էր քահանայի մոտ, խոստովանում էր իր մեղքը, ասում էր, «Այս տեսակ մեղքեր եմ գործել», քահանան ձեռքը դնում էր այդ կենդանու գլխին, հետո մորթում էր այդ կենդանուն, ու այդ թափված արյունով ներվում էր այդ մարդու մեղքը։ Մարդը հանգիստ տուն էր գնում, մտածելով, որ այդ կենդանին զոհաբերվեց ու իր մեղքերը ներվեցին։ Երբ որ առաջին մեղքը գործվեց, ուզում եմ սրա մասին մի քիչ մանրամասն ասեմ։ Երբ որ գործվեց առաջին մեղքը, Ադամը մեղք գործեց, Աստված արդեն ասել էր, մեղք գործեցիր, մեռնելու ես։ Երբ որ մեղք գործեց, հենց այդ պահին ինքը մահացավ։ Ինքը չմահացավ ֆիզիկապես, ինքը մահացավ հոգով։ Որտեղ հաջորդ պահին Աստված եկավ իր հետ հաղորդակցվելու, գրված օրվա զոր ժամին, ինքը մեկ էլ լսեց Աստծո ձայնը պարտեզի մեջ, Եդեմի պարտեզի մեջ, ու փախավ թաքնվեց։ Գիտեք ինչու՞։ Մահ էր տեղի ունեցել։ Կյանքից ինքը արդեն բաժանվել էր։ Ինչու՞ միշտ դա չէր փախնում, չէր թաքնվում։ Ու իր կարճ խելքով ինքը մտածեց, որ իր մերկությունը իր մեջ ամոթ առաջացրեց, բայց իրականում դա իր հոգու մերկությունն էր,
որ իր հոգում մեղքն էր երևում, այս սրանից էր ինքը վատ զգում ու փախնում։ Շատ քրիստոնյաներ, շատ մարդիկ ընդհանրապես աշխարհում մտածում են, որ Աստված մեկ էլ մեղավորին կուղարկի դժոխք։ Իսկ Աստված մեղավորին չի ուղարկելու դժոխք։ Երբ որ մարդը դուրս գա մարմնից, ինքը փախնելու է Աստծուց դեպի դժոխք, որովհետև ուրիշ տեղ չկա իր համար։ Երբ որ դուրս գա մարմնից ու տեսնի, որ ինքը չի կարող Աստծո հետ, իր մեղքերը խանգարում են Աստծո հետ հաղորդակցվելու, կպիտի փախնի Աստծո ներկայությունից, Աստծո երեսից։ Իսկ ուրիշ ոչ մի տեղ չկա ուրիշ, միայն դժոխքն է դրա համար պահված։ Փառք Հիսուսին, որ իր արյունով մեր մեղքերը ներված են։ Մեր վրա եկած Հիսուսի արյունը դավանանք է, դա խոսում է, ասում է, որ մեր համար կատարված է արդեն մահել, կարիք չկա, որ մենք մեռնենք։ Այսա է խոսում արյունը։ Մի բան մտածեք, երբ որ ես մեղք եմ գործում, անմիջապես այդ մեղքի դիմաց պահանջվում է մահ։ Արյունը ասում է արդեն մահը տրված է։ Նոր մահվան կարիք չկա։ Նորից Հիսուսը չի գալու աշխարհ, ապրի ու մեռնի մեր ամեն մեղքի համար, ինչպես կատարվում էր 5 կտակարանում։ Մի անգամ այդ մահը արդեն կատարվեց ու վերջ։ Դրանից հետո արյունը սիստեմատիկ խոսում է, որ վերջացավ։ Սրանից հետո մեղքի համար բարձկը տրված է։ Բայց մենք չենք դա տնօրինում, դա Աստված է տնօրինում։ Այդ բարեխոսությունը մեր աչքերի առջև չի, այլ Աստծո աչքերի առջև։ Ես հաճախ եմ լսում այսպիսի աղոթք, որ մեկ էլ ասում են, Հիսուսի արյունը բերում են։ Սրանք չունեն դա վերելու։ 2000 տարի առաջ թափվել ու մինչև հիմա, մինչև Հիսուսի գալուստը պիտի վկայի Աստծո առջև, որ իմ մեղքերի համար մահը կատարվել։ Ու վերջ, դա իմ գործը չի։ Իմ գործն է ապրել Հիսուսի հետ, թող իր անունը փառավորվի։ Հալելույա։ Գրված է, որ Հիսուսը անձամբ ինքը մեր մեղքերի համար քավություն է։ Ու ոչ միայն մերիների, ամբողջ աշխարհի մեղքերի համար քավություն է։ Քավություն գիտեք ինչ է նշանակում, ծածկոց, ոչ թե արյունը, ուշադրություն դարձրեք, այլ անձը։ Մենք երբեք չենք կարող հոգևոր աշխարհում գործ ունենալ առարկաների հետ առանց անձերի։ Մենք չենք կարող գործ ունենալ Հիսուսի արյան հետ առանց Հիսուսի, ով որ ընդունում է Հիսուսին, ընդունում է նրա արյունը։ Ով որ չի ուզում ընդունել Հիսուսին, նա չի կարող նրա արյունը ընդունել։ Սա է ճշմարտությունը։ Հալելույա, թող իր անունը փառավորվի։ Դրա համար Հովհաննեսը հենց իր առաջի թղթին, ես որ կարդացի այդ հատվածը, 2-րդ գլխի 2-րդ խոսքում գրում է նա է մեր մեղքերի քավությունը, եւ ոչ թե միայն մերիններին, հապա ամբողջ աշխարհի էլ, բայց ծածկում է նրանց մեղքերը, ովքեր մտնում են Հիսուսի տակ, ովքեր ուզում են լինել այդ իշխանության տակ, այն նրանց մեղքերն է ծածկում, հալելույա։ Եվ մի բան էլ պիտի ասեմ, թե ինչ է վկայում, ոսա շատ կարևոր մի բան է մեր համար։ Հայտնության 5-րդ գլխի 9-րդ խոսքում, Հայտնության գիրք, Հովհաննեսն է գրել այս գիրքը, եւ մարդկանց ամենաշատ հետաքրքրող գիրքն է, որովհետեւ աշխարհի վերջի մասին շատ է խոսում։ 5-րդ գլխի 9-րդ խոսքում գրված է այսպես. Եվ նոր երգ էին երգում, արդեն երկնքում հավաքվածները նոր երգ էին երգում, ասելով. Արժանի ես դու այդ գիրքը առնելու եւ դրա կնիքները բանալու, որովհետեւ մորթվեցիր ու մեզ գնեցիր Աստծուն քո արյունով ամեն ցեղից ու լեզվից եւ ժողովրդից ու ազգից։ Ասում է դու մորթվեցիր, քո արյունով մեզ գնեցիր։ Սա նշանակում է պատկանելիությունը մեր փոխվեց։ Եթե մի ժամանակ մենք պատկանում էինք մեղքին, եթե մի ժամանակ մենք պատկանում էինք սատանային, ավելին ասեմ, եթե մի ժամանակ մենք մեզ էինք պատկանում, հիմա մենք գնված ենք արյունով։ Սրանից հետո մենք էլ չենք պատկանում մեղքին, մենք էլ չենք պատկանում սատանային, պատկանում ենք Հիսուսին, մենք մեզ էլ չենք պատկանում։ Դու քեզ տվել ես Հիսուսին, դու քեզ չես պատկանում, դու իրավունք չունես քոնը լինելու։ Դու դրանից հետո պիտի ապրես Հիսուսի համար, որովհետև դու քեզ տվել ես Հիսուսին։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Դու ուրախ ես, որ Հիսուսի արյունը 5 բան է խոսում։ Այս կարևոր բաներն է խոսում, որ բարեխոսումը ավելի արյունից ավելի լավ ձևով, որովհետև բարեխոսումը ավելին է բողոքում էր, որովհետև վկայում է, որ անդրանիկը արդեն մահացել է ու դու էլ կարիք չկա, որ մեկը մահանա, կամ մի անդրանիկ մահանա, ու դու գտնվում ես այդ անդրանիկի մեջ ու ունես օրհնությունները, որովհետև այդ արյունը վկայում է, որ արդեն մահը տեղի է ունեցել ու ուխտը մտել է ուժի մեջ, ուխտը կատարվում է, եւ այդ արյունը վկայում է, որ քո մեղքերի համար վարձքը տրված է, ու կարիք չկա, որ նոր զոհ կատարվի, արդեն տրված է դա։ Եվ ամենակարևորը վկայում է, որ դու էլ քեզ չես պատկանում, որ դու էլ սատանային չես պատկանում, որ դու պատկանում ես Հիսուսին, ով իր անունը փառավորվի, հալելույա։ Եկեք ոտքի կանգնենք։